Հարգելի գործընկերներ, պարոն Մինասյան, ես ճիշտ լսեցի, որ դուք կոչ արեցիք նիստը վարողի իրավունքով։ Ո՞ր վարողը։ Ո՞ր վարողը, պարոն Մինասյան։ Ես չեմ եղել այդ նիստին, ես չգիտեմ դուք ինչ եք ասում։ Ես նիստը վարողի իրավունքով հիմա ելույթ եմ ունենում եւ այս նիստը սկիզբ է առել այսօր առավոտյան ժամը 10-ին։ Պարոն Մինասյանը կոչ է անում մեզ դիտարկել այն վարկածը, ըստ որի հոկտեմբերի 27-ը կազմակերպել է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել այն վարկածը, ըստ որի թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում տրվել է անսահմանափակ իշխանություն։ Որովհետև եկեք համաձայնենք, Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի հոկտեմբերի 26-ին անգլիական թագուհի էր, իսկ եւ հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին եւ այդպես շարունակ դարձավ Հայաստանի լիիրված բռնապետ։ Շատ լավ դիտարկենք այդ տարբերակը։ Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին անգլիական թագուց վերածել է բռնապետի, որը հետագայում 10 տարի հետո էլ Հայաստանի մայրաքաղաքում այնպես արեց, որ կամ իր հրամանների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որ 10 հոգի սպանվեց։ Կամ որ ասում են մարտի 1 Ընդհանրապես խոսում են մարտի 1-ի բացահայտումից, Ժորժ ջան, էլի ես դատարկության հետ եմ ես խոսում, դատարկություն բառից ֆիզիկական իմաստով, ոչ հոգեպես։ Ժորժ ջան, ով է սպանել այդ 10 հոգուն։ Անուշ Քլոյանը նստած է, Գորգ Քլոյանին ով է սպանել։ Թուրք-ադրբեջանական տանդեմն է եկել Երևանի կենտրոնում սպանել, այլ մոլորակայիններն են սպանել, ով բոլշևիկներն են սպանել, ով է սպանել այդ մարդուն։ Չնայած եթե ձեր վարկածով գնանք, եթե հոկտեմբերի 27-ը տանդեմը կազմակերպելա, որպեսզի Քոչարյանը գա իշխանության, երևի կարանք ենթադրենք, որ տանդեմն է սպանել Քոչարյանի հրամանի հետևանքով։ Խոսում եք Ղարաբաղը հայկական լինելուց։ Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ որ դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում, ձեր դրածոյին դրեցիք ընդ նախագահ, ու դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց ու մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների արդյունքում։ Դուք եք այնպես արել, որ Ղարաբաղը դադարի լինել հայկական, ձեր գործողությունների արդյունքում։ Ու երբ որ մենք դրան նախորդող տարիներին խոսում էինք հնարավոր լուծումների մասին, ոչ թե ձեր հեքիաթների մասին, այլ հնարավոր լուծումների մասին, այնպես անել, որ մարդիկ մնան այնտեղ, շարունակեն ապրել իրենց հայրենիքում, դուք մեզ անվանում եք դավաճան, թրքասեր, չգիտեմ, ադրբեջանասեր, պարոն Մինասյանը էլ ինչ բնորոշիչներ օգտագործեց են հին դաշնակցական պլաստինկայի համեմատ, էլի, թրքասեր, դավաճաններ, եսի միջեր եւ այլն։ Այդ դուք դա մեզ ասելով եք զբաղված, երբ որ մենք ասում ենք Ժորժ ջան, եկեք իրենց անենք, այս մարդիկ կարողանան շարունակել ապրել Ղարաբաղում։ Դուք ասում եք, չէ, այդ դավաճաններ, ո՞նց եք հանդգնում չխոսել նրա մասին, որ 7 շրջանները պետք է շարունակեն լինել Լեռնային Ղարաբաղի մաս, որովհետև դա սահմանադրության մաս է Լեռնային Ղարաբաղի։ Կամ ասում եք, այդ դավաճաններ, ոնց ես դուք անկախությունից չեք խոսում Ղարաբաղի։ Արդյունքում ինչ ա եղել։ Հիմա դուք եկել ստեղ ձեր դաշնակցական բնավորության համաձայն լացուկոց եք դրել, ասում եք վերադարձի իրավունք, չէ, մենք այլ հարց չենք դնում, վերադարձի իրավունք, այդ ձեր ցավը տամ, այդ մարդիկ ընդեղ էին, վերադարձի կարիք չկար, ինչ եք մենք մեզ դավաճան ասում, երբ որ մենք փորձում ենք նենց անենք, որ այդ մարդիկ մնան այդտեղ։ Դե ես հարցի պատասխանը գիտեմ ինչի, այդ հարցի պատասխանը գրված է 004 շրջաբերականում, գրած է, որ սկզբից պետք է Ղարաբաղում իշխանափոխություն անենք, հետո Հայաստանում իշխանափոխություն անենք, հետո այնպես անենք, որ հավանական սցենարում, երբ որ երաշխավորը որոշի ուղիղ իրեն ենթարկեցնել Ղարաբաղը, Ղարաբաղի եւ Հայաստանի ճակատագիրը որոշվի որպես մեկ ամբողջություն, եւ որ արկա իրավիճակում եւ մեր այս ժամանակներում մեկ-մեկ պետք է լինում ինքնիշխանության մակարդակը նվազեցնել։ Այդ դրա համար էլ այս ամինչը արել եք, դրա համար էլ մեզ ամինչը անում եք, դրա համար էլ երրագլուխ կուսակցությամբ միավորվել եք են Կալուգացու հետ, մեկել են Բելարուսամետի հետ եւ ուզում եք երկիրը տանեք ձեր սիրած 004 շրջաբերականի ճանապարհով։ Մենակ ես չեմ հասկանում, ոնց կարող է ձեզ դաշ չլինի, դուք ոնց կարող եք չտեսնեք կամ չնկատեք, որ ասենք այդ երաշխավորը, որը երաշխավորում էր, որը չգիտեմ ինչ պետք է աներ, այդ երաշխավորի աշկերի առաջ մի ամբողջ ժողովուրդ ստիպված եղավ լքել իրենց տները։ Ոնց դուք չեք նկատում ու ոնց չեք գոնե ինչ որ
փոփոխություններ մտցնում ձեր դավաճանական 004 շրջաբերականի մեջ, որ գոնե մի քիչ ավելի քիչ դավաճանական լինի։ Չնայած այդ հարցի պատասխանն էլ գիտեմ, բայց դուք ով եք, որ ընդհանրապես փոփոխություն մտցնեք։ Այդ 004 շրջաբերականը դուք չեք գրել, այդ 004 շրջաբերականը գրել ձեզ տվել են։ Կհիշեք այն հայտնի ձայնագրությունը, որտեղ Քոչարյանի ձայնին նման ձայնով մեկը խոսում է ինչ որ ռուսերեն լեզվով, խոսում է ինչ-որ մեկի հետ ու ասում է, դե 2018 թվականին դուք ինձ ասեցիք, արի Հայաստանի քաղաքական դաշտ, հիմա խնդրում եմ, մենակ դուք կարաք այս հարցը լուծեք, ես այս պայմաններում էլ չեմ կարող մնալ, մի բան արեք դուրս գամ այս իրավիճակից։ Այդ նույնը ում հետ ինքը խոսում էր, այդ նույնը կամ նույնները կամ նույն կառույցը 004 շրջաբերականը գրել է տվել է ձեզ։ Կամ այն նույն կառույցը, որը հավանաբար Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալին հանձնարարել է, որպեսզի նա հանձնարարի Կալուգացի մի քաղաքական գործչի, որ ինքը գա Հայաստան ու էլի ձեր հետ սենց խաղեր տա, հետո չգիտեմ ինչեր անի, այդ նույնն է ձեզ 004 շրջաբերականը տվել։ Բայց ավարտելով ելույթս ուզում եմ ասել, սիրելի գործընկերներ Հայաստան խմբակցության, որ մյուս գումարման ազգային ժողովում ես ձեզ չեմ կարոտի։ Բացառությամբ Արծվիկ Մինասյանի, որի հետ բանավիճել ինձ միշտ հաճելի եղել, չնայած չգիտես ինչի թողեց եւ գնաց։